Բարի օր ձեզ։ Բարի օր։ Աղբինակ, ձեզանից ով է լավ կովիդ-զեն հանում, մեզի ստոշնի պետք է։ Ասում եմ մեջները կովիսը լուխով տղա չկա, մեզի պետք է պատեշկա անեք։ Արամ, յանի դու կովիդ-զեն չես կարում հանես։ Ախպեր, բայց այդ ինչի մարես հարցնում։ Պետք է։ Մի հատ հանդես ենք կազմակերպելու ու դե կովիդ-զեն է պետք անել։ Հա, բայց ես հանդեսներին չեմ մասնակցում։ Ուրեմն բանակտեղ մարդը եկե քեզնից բան է խնդրում, մերժում ես, հա։ Ախպեր, բայց կովիդ-զեն հանելը ո՞րն է։ Մի քիչ առաջ որ հանել ես, այդ է։ Հա, բայց մենք մեր համար տղեկով կայնած ենք եղել, անեկդոտ ենք պատմում, ծիծաղում ենք։ Իսկ ասենք շակալի ձենով անեկդոտ կարում ես պատմես։ Չէ։ Բախի հենց այս տղեն անցել է այդ վաղտ ես որոշել, որ կովիդ-զենով անեկդոտ պատմես ու խնդակ։ Դե այդ վաղտ ստացվեց։ Բա քեզ մենձերը չեն սովորցրել, չեն դաստիարակել։ Արա մարդը անցնելուց է եղել այդ պահին։ Մի երկու վարգան աստավիտան իրանցնել նոր կբաղաչե իրերի, որ այս մարդը իրան վատ չզգար։ Ուրեմն ստե երկու տարբերակ կա Արամ։ Կամ էդի դու հատուկ ես արել, որ այս մարդը իրան վատ զգա։ Կամ էլ տարական քաղաքավարության կանոններից կիլոմետրերով հեռու ես։ Այդ երկուսից որ մեկն է, ասա ինձ։ Ախպեր, բայց մենք մեր համար կայնած խոսում խնդում ենք։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ այդ պահին անցավ։ Հերիք այդ ֆլազդ կոպի պեստ ադես։ Ասում եմ այդ երկուսից որ մեկն է, ասա ինձ։ Ուրեմն ես ինչ եմ ասում։ Եթե առաջի տարբերակն է, այսինքն դու հատուկ ես մարդուն վիրավորել, ուրեմն ճշտի ապտակներ ունես ուտելու։ Իսկ եթե երկրորդ տարբերակն է, այն որ քաղաքավարությունից հեռու ես, էդի հələ շտկվող հարցը։ Ուրեմն գնում ես քո մեջ քցում բռնում ես, մտածում ես որ մեկն է, ու գալի ինձ ասում ես, որ համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք, եղավ։ Չամադանը ձեկ կալգնա, Երևանում վնասն ու վտանգնա, Երևանում վնասն ու վտանգնա